Ազգային ժողովի ընկերական գնումների զավեշտն ու կոռուպցիոն շղթան երեկ բացահայտեց Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ինչին ի պատասխան Ազգային ժողովի նախագահը փորձեց ստերով պաշտպանվել, այդպես էլ չասելով, թե ոսկե համրիչը, թզբեհը ում համար է գնել։ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գլխավոր դատախազին ներկայացրեց հաղորդում ենթադրյալ հանցանքի մասին, որտեղի թիվս այլ խայտառակ փաստերի բացահայտեց, որ պետական գնումների թափանցիկության եւ հիմնավորվածության հարցը պետք է լուծվի։ Մասնավորապես Թովմասյանը հայտարարեց, որ 2023-ից 2025 թվականներին Ազգային ժողովին ծառայությունները մատուցել 47 դիզայն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որի տնօրենը Արսեն Մելիքսեթյանը Ալեն Սիմոնյանի ընկերն է։ Ըստ պատգամավորի 2025 թվականին Ազգային ժողովը գնել է 32,000 դրամ արժողությամբ փոքր արձանիկ 47 դիզայն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից, 2024 թվականի հուլիսին 20 հուշամեդալ ընդհանուր 950,000 դրամ արժողությամբ, 2023 թվականին կատարվել է առավել ուշագրավ գնում, Ազգային ժողովը ձեռք է բերել ոսկե համրիչ թզբեհ 2,200,000 դրամով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գնումներն իրականացվել են ընկերությունից, որի ղեկավարն առնչվում է Ազգային ժողովի նախագահի հետ, պատգամավորն առաջ քաշեց հնարավոր շահերի բախման եւ պետական միջոցների ոչ թափանցիկ օգտագործման խնդիր։ Հիշեցնենք, որ պետական գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պետական մարմինները պարտավոր են ապահովել մրցակցային ընթացակարգ, պատշաճ փաստաթղթավորում եւ հաշվետվություն։ Պայմանագրի բացակայության դեպքում գնումը կարող է դիտարկվել որպես օրենքի խախտում։ Ում համար է գնվել ոսկե թզբեհը, ով է որոշել դրա անհրաժեշտությունը, ինչու չկա հաշվետվություն։ Սրանք հարցեր են, որոնց պետք է պատասխանեն կոռուպցիայի դեմ պայքարող իշխանությունները, հայտարարեց Թովմասյանը։ Ի պատասխան Ալեն Սիմոնյանը բացատրություն չտվեց, թիրախավորեց Ժողովուրդ օրաթերթին, որի հիմնադիրն է պատգամավորը, ինչի պատասխանը կստանա փաստերով։ Մինչ այդ տեղեկացնենք, որ ելույթից հետո, երբ ժողովրդի թղթակիցը մոտեցավ Սիմոնյանին, նա ասաց, թե նկատի չի ունեցել Ժողովուրդ օրաթերթին։ Որ դուք գնաք դատախազություն, դուք չեք հասկացել։ Սիմոնյան, ես կգնամ գլխավոր դատախազություն, այդ թվում եւ դատարան, եթե դուք Ման Սիմոնյան, Ժողովուրդ օրաթերթին վերաբերվում էր ձեր ասածը, որ դուք ասում եք բանկերի կառավարիչներին, դուք հստակ ասում եք ԶԼՄ-ները բանկերի կառավարիչներին ասել են, եթե նյութ չգրեն։ Չէ, բան Սիմոնյան, դուք այտենց խոսալ անցնելով չէ ԶԼՄ-ներին եղել։ Գնալու ես դատախազություն եւ դատարան։ Եթե ինչ որ օգնության կարիք ունի, ինձ կասես։ Ես ինչ որ նկատի ունեի, ասել եմ ամբյոնից ու կրկնում եմ, այդ ամեն ինչը 100% ճշմարտություն է։ Կարող ես գնալ դատարան կամ դատախազություն, նպատակը դա է։